Բարև ձեզ իմ հարգարժան եւ սիրելի հետևորդներ ջան։ Այս վիդեոն տեղադրում եմ էջումս, որպեսզի դուք տարածեք, որպեսզի լինի արդարություն, քանի որ խեղճ ու կրակ շան գլխին սարքել են, ասենք անմեղ տեղը եւ ասենք բողոքարկել են, անգամ միլիցիա են կանչել Աբելյանի շենքից եւ խնդրում եմ, որպեսզի վերականգնվի արդարությունը այդ խեղճ ու կրակ շան համար, քանի որ Շունիկը անօգնական է եւ նա կծող չի, ընդհանրապես կծել չունի, կատաղած չէ, նաեւ մի ամիս առաջ նա ստելջացվել եւ վիրահատվել է։ Ժողովուրդ, կխնդրեմ, որ այս վիդեոն տարածեք հրապարակումները, որպեսզի ռեկ ընկնի եւ ֆեյսբուքյան էջերով եւ ինստագրամյան էջերով։ Շանը զորով լացակումած իջացրել են եւ նաեւ ոստիկանների հետ միասին տեղադրելով հոակի մեքենայի մեջ։ Եվ ժողովուրդ, նրանք ես կարծում եմ, որ իրենց համապատասխան պատիժը ամեն մեկը պետք է կրի այդ ստի վերաբերյալ, որովհետև նրանք ստել են շան վերաբերյալ սուտ հանգամանքներով, քանի որ այդ շունը կծող չէ եւ ունենք վկաներ շան համար, քանի որ շունը շատ բարի շուն է եւ ընդհանրապես այսքան ժամանակ չի կծել ոչ մեկին, իսկ նրանք հայտարարել են եւ սուտի ինչ որ բաներ են տարածել, ինչ որ շունը կծել է իրանց, շունը հարձակվել է, բայց նման բաներ տեղի չեն ունեցել ժողովուրդ։ Եվ կարծում եմ, որ Աստված նրանց կհատուցի իրենց համապատասխան պատիժը նրանք կկրեն շան հետ այդպես վարվելու համար, ժողովուրդ։ Եվ կխնդրեմ, եւ ուզում եմ, որ արդարությունը վերականգնվի, եւ ստի ոտը միշտ էլ կարճ է լինում ժողովուրդ։ Սուտը միշտ էլ չի հաղթում արդարությունը եւ մենք պայքարելու ենք շան համար, պայքարելու ենք եւ շանը անպայման ետ ենք պահանջելու նորից։ Իրենք ինչ էլ որ անեն, չեն կարողանալու հատկապես լիկայի առաջ։ Ժողովուրդ, բոլոր հարգանքներով նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ եւ տարածեք վիդեոները այսքանը։